Հարթիրոջ եղբայրներ, շնորհակալ են մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսից։ Մինչև խոսքին դառնալը, խոսքի նպատակը այսօր խոսելն է արդար դատ անելու մասին, արդար դատ լինելու մասին, որովհետև ստեղ հավաքված են այն եղբայրությունը, որոնք իրապես ունեն իրանք հնարավորություն եւ իրանք տրվածը եւ իրանք հանդիպում են նման երևույթների եկեղեցու խնդիրներ, դժվարություններ լուծելու անձնական, ընտանեկան, եկեղեցիական տարբեր հարցերին մոտենալու եւ շատ կարեւոր է, որ մենք այդ ամենին մոտիկանանք ուղիղ ձևով, արդար ձևով։ Ես ուզում եմ հիշեցնեմ մեզ բոլորիս եղբայրներ, որ մեր հեղինակությունը բարձրացնողներն ենք մենք, մեր հեղինակությունը գցողներն ենք, մենք ենք մեզ ժողովրդի մեջ մեր հեղինակությունը բարձրացնելու, մենք ենք ժողովրդի մեջ մեր հեղինակությունը գցելու։ Էլ ես չեմ խոսում եղբայրության մեջ, ես չեմ խոսում եղբայրության հետ, ես ուզում եմ ասել, որ սրանք շատ լուրջ ժամանակներ են, շուտ լուրջ հարցեր են, որ այս ամենը մենք ենք անողը։ Եթե ես փորձեմ մեղադրեմ դիմացին, որ նա իմ հեղինակությունը գցել, ես կարծում եմ լուրջ սխալված կլինեմ։ Ես գիտեմ մի կարևոր բան, Աստված տեղյակ է ամեն ինչի եւ Աստված գիտի յուրաքանչյուր հարց։ Եթե ինքը թույլ է տվել, սա նշանակում է մենք պիտի ստեղ մտածենք, ոչ թե դա մարդն է, այլ Աստված է թույլ տվել։ Ես կարծում եմ մենք բոլորս եղբայրներ ենք ստեղ նստած, ծառայող եղբայրներ ենք, ամենքս էլ ճանապարհ ենք անցել, նայած ով ինչ ճանապարհ անցել եւ կարծում եմ այսպիսի երևույթների մենք բոլորս էլ հանդիպել ենք։ Մենք տեսել ենք եւ մեր կյանքում միշտ հարցական է մնացել, երևի ճիշտ դատ չեղավ, ճիշտ չորոշվեց, ճիշտ չեղավ այս ամենը, բայց ոչ մի անգամ մենք մեր կուրծքը չենք ծեծում, մեզ չենք ասում, գիտես ինչ, ես վրիպում թույլ տվեցի, մեղադրական։ Տերը օրհնի եղբայրներ ջան, թող Աստված ողորմություն եւ զորություն տա մեզ բոլորիս։ Ուզում եմ կարդալ Սաղմոս 11-րդ գլուխ 7-րդ խոսք։ Սաղմոս 11 7-րդ խոսքը։ Քանզի արդար Տերը արդարություն կսիրե, անոր եղեսը ուղիղին կնայե։ Սուրբ Գիրքը մեզ այսպես է խոսում, որ արդար Տերը արդարություն է սիրում։ Եվ նաև ուզում եմ կարդալ մի քանի համարներ, եղբայրներ ջան, որի հիման վրա մենք պիտի կիսվենք մի քանի խոսքեր, որը գրված է Ավետարան ըստ Հովանու 7-րդ գլուխ 24 խոսքը։ Ավետարան 7-րդ գլուխ 24 խոսքը։ Աչքի երևացի պես դատաստան մի անեք, հապա արդար դատաստան անեք։ Երևույթը շատ բան կարա մեզ ցույց տալ, երևույթը շատ բան կարա երևա, բայց Ավետարան ասում է դրա պես մի նայի, դրան մի նայի։ Ես հիշում եմ տարիներ առաջ Սամվել եղբայրը մի հատ օրինակ էր բերում, երբ որ մի անձնավորություն իրանց հովիվի հետ պայմանավորվում է երեկոյան հանդիպի իրանց տուն եւ ասում է երեկոյան ինքը երբ որ գալիս առաջի հարկում են ապրում, պատոհանից նայում է որ կինը գոռում է, կինը փախնում է, ամուսինը պոլիպ հետ է ձեռի հետևից ընկած է։ Առաջի հայացքից եղբայրներ մենք բոլորս կարանք շատ լուրջ մտածենք, որ կինը ինչ պատճառով ամուսնու ծեծ է ուտում, պոլիպ հետով։ Բայց հաջորդ օրը ինքը չի մտնում տուն։ Հաջորդ օրը հանդիպում ասում է եղբայր, ես քեզ սպասեցի, դու չեկար, ասում է եղբայր ջան, ես եկա, բայց ձեր տանը մի երևույթ տեսա, չհամբարձակվեցի, սպասավորը հովիվը ծիծաղում, ասում է եղբայր ջան, տունը մուկ էր ընկել։ Այս կինս էլ մկրից շատ է բախում։ Նա փախնում էր, ես էլ պոլիպ հետով ուզում եմ մկանը խփեմ։ Այսինքն երևույթը մեկ բան է ասում, բայց իրականությունը չի համապատասխանում երևույթի հետ։ Դրա համար Ավետարան ասում է արդար դատ արեք։ Հիմա այդ եղբայրը ես կարծում եմ ամբողջ գիշեր ինքը տանջվել է իր մեջ։ Միթե հովիվը կարարսես բան աներ, այս ի՞նչ է կատարում այդ մարդու տանը, այս ի՞նչ արինում։ Սիրելի եղբայրներ, մի հատ լուրջ վկայություն այս տարի ինձ հետ եղավ։ Ես
երիտասարդական պաշտամունքի ներողություն մայր եւ մանուկ հերթափոխներ, ժողովը երբ որ վերջացավ, ես ստեղ կանգնեցի, մի հատ քույրիկ հերվից մոտիկացավ ինձ։ Մոտիկացավ թևս բռնեց։ Ասեց ասուն ախպեր, մի հատ խոստովանություն ունեմ։ Ինքն այդ ժպտալով, այդ հարազատի պես մոտիկացավ, իսկ տված ես իրան ճանաչում եմ, բայց տեղը չեմ բերում, փաստորեն ես չէի ճանաչում իրան։ Ինքը ասեց մի բան, ես չեմ եկել իմ փոխարեն խոստովանության, ես եկել եմ իմ հորս տեղը խոստովանվեին։ Ես ավելի ուժացա։ Ով է պապատ, ասեց ասուն ախպեր, մի 15-20 տարի առաջ ձեր տանից գողություն է եղել։ Ասի հա, ասեց իմացել ես ով է տարել, ասի չէ, ասեց իմ պապան է տարել։ Սաղ կյանքում ասում այսքան տարիներ ինքը տարապում էր, տանջվում էր, ասում էր ես այդ մարդու երեսին չեմ կարող նայեմ։ Ես ինչ հանցանք եմ արել, խիղճս ինձ սպանում է, մահանալու ժամանակ ինձ խնդրեց, կգեն ասին փոխարեն կխոստովանվես, ես այդ աղբորը շատ չարություն եմ արել։ Ես չիմացա ինքը ով է, մեր մոտից չի եղել, Դիլիջանից չի եղել, այնպես ներկայացվեց, որ ինքը աշխատում է Դիլիջան, աշխատել է այդ ժամանակ Դիլիջանում։ Եվ այս անձնավորությունը բավականին վնաս էր տվել։ Ես այնքան չուրախացա իր խոստովանության համար, որ իր պապանը ասեմ, ես իմացա, որ ով ասեմ, այլ այնքան շատ ուրախացա, երբ որ ես մեկ ուրիշի վրա եմ միշտ կասկածել ես 18-20 տարի։ Ես միշտ մտածել եմ, որ ես ինչ անձնավորությունն է եղել։ Սա կարարան էր։ Ես Վանաձորում էի գիշեր, երիտասարդական էր, եւ կինս զանգեց, ասեց տանից, այս քփաները սաղ տարել են։ Ասեց ձեն բան չլսեցին, ասեց մի հատ մեքենայի ձեն լսեցի, բայց որ իրանք դուրը փակեցին, հենց հին մեքենայի ձեն եկավ, դուրը փակելու ձեն եկավ։ Ես ասի սրանք են եղել։ Ու տենց էլ մինչև հիմա, մինչև ես քրոջ հետ հանդիպելը, ես պատկերացի, որ դա սրանք են արել։ Բայց եղբայրները քրերավերը, եղբայրներ չեն, ավելի մեջ ուրախություն եկավ մեջս, երբ որ ես սխալ դատարած եմ եղել։ Ես ու ճիշտ չեմ մտածել, որ մենք կորցրել ենք մեր խիղճը, ես ուրիշ մարդու վրա եմ պատկերացրել, որ ուրիշ մարդ արել է բանը։ Հիմա շնորհակալ եմ, որ Աստված ի հայտ հանեց, իմացա, թե եւ չիմացա այդ աղբերը ով է եղել։ Չիմացա այդ երեխեն որտեղից է անգամ։ Ես չհետաքրվեցի, չուզեցի հետաքրվել, որ դա ինձ հետաքրիչ էր, որ տարածքից էր, ով էր, ինչ էր, սա ինձ էական նշանակություն չուներ, բայց շատ կարևոր էր ինձ համար իմ ներքին խաղաղությունը ես գտա եւ այսօր այդ խոստովանությունը եւ այդ երևույթը ես հաճախ պատմում եմ մարդկանց, որպեսզի իրանք էլ հանկարծ չդատեն, առանց վստահելու։ Եթե չգիտենք, պետք է կարողանանք աղոթել, միգուցե Տերը մի օր ի հայտ կհանի, չկա ծածուկ բան, որ ի հայտ չկա։ Բարդիրոջ է, Տերը օրհնի վայրեր ջան, սա շատ կարևոր է մեր կյանքում, որ մենք կարողանանք այս հարցում լուրջ ուշադրություն դարձնենք։ Նաև ուզում եմ կարդալ Սաղմոս 19-րդ գլուխ 9-րդ խոսքից, Սաղմոս 19:9 Տիրոջը վախը սուրբ է, հավիտյան կմնա, Տիրոջ դատաստանները ճշմարիտ ու բոլորովին արդար են։ Մենք այս ժամանակներում հանդիպում ենք մանավանդ ծառայող եղբայրներ, սպասավոր եղբայրներ, եթե մենք ամեն ինչ մի կողմ դնենք առավոտից իրիկու, մենք մենակ այս գործերով կրանք զբաղվել։ Զրույց, հարցուփորձ, իրար հետ վիճաբանություն, խնդիրներ, եւ այստեղ շատ կարեւոր է, որ ես ու դու չնայենք ում հետ գործ ունենք։ Կապ չունի։ Ես դիպ առաջ եմ ասում, այս հարցում ինձ ինձ չի հանդիմանել ոչ մի անգամ։ Դա կարալ իմ պես է, դա կարալ իմ աղջիկը, դա կարալ իմ
ընտանիքը ինձ համար էական նշանակություն չի ունեցել, մշտապես ես արել եմ այն, ինչ որ ավետարանն է պահանջում։ Դեռ ավսեմ մի փոքր եմ, միգուցե ավելի խիստ եմ եղել իմ անձի, իմ ընտանիքի, իմ երեխեքի համար։ Բայց այս հարցում ես ուզեցել եմ, որպեսզի ժողովրդի մոտ որևէ մի անգամ իմ վստահությունը չկորցնեմ։ Եթե ես կորցնեմ ժողովրդի մեջ իմ վստահությունը, ես հավատում եմ մեծ խնդիրներ պիտի ունենամ։ Որևէ մեկը ինձ չի կարող լուրջ հարգի եւ ինքնաբերաբար չհարգելը խնդիրները ինձ համար լինելու են շատ բարդ եւ անընդհատ իմ ներսում անհանգստություն ունենալու։ Չգիտեմ, եղբայրեր ջան, դուք ինչպես եք պատկերացնում, բայց Սուրբ Գիրքն ասում է, եթե ձեր արդարությունը դպիրների ու փարիսեցիների արդարությունից ավելին չլինի, երկնքի արքայությունը չեք մտնի։ Փարիսեցին իր տանը նստած էր, Տեր Հիսուսին պատիվ էր տալիս, հենց ասած, Սիմոն անունով այդ մարդը։ Եվ այդ կինը եկել էր, Տիրոջ ոտքերը ընկել։ Եվ ժողովուրդ ջան, այս մարդը մեղադրում էր, սա փարիսեցիական հավատք էր, սա փարիսեցուն բնորոշ հատկություն էր, մեղադրում էր Տեր Հիսուսին, եթե ինքը մարդկարը լիներ, կարար իմանալ ով է իր ոտքերը եկել համբուրում, ինչ ձևի կինա։ Եղբայրներ ջան, ինչ կապ ունի ինչ ձևի կինա։ Աստված ավետարանն ասում է, մեղավորի բարեկամն է։ Հիսուսը մեղավորի բարեկամն էր։ Նա եկավ կորսվածը փնտրի ու փրկի։ Նա չեկավ այդ կնոջը դատաստան անելու, այդ կնոջ համար դատապարտություն բերի, նա չէր եկել դոկումենտներով, փաստաթղթերով այդ կնոջը դատելու կամ այն մի կնոջը, որ բռներ բերել էին քարկոծելու, սրա համար ինքն էր, որևէ մեկը պատասխանի չէր սպասում, որևէ մեկը չէր պատկերացնում, թե այդ մարդը, Տեր Հիսուսը կարող է այդպիսի պատասխան տալ այդ կնոջը, եւ ինքը ասեց, արդարը թող առաջի քարը գցի։ Սիրելի եղբայրներ, մեր նպատակը պաշտպանելը չի մարդուն, մեր նպատակը աստվածային մոտեցումն է մարդուն։ Ճիշտ մոտեցումը, երբ որ աստվածային բանաձևով ես ուզում մոտիկանաս, եղբայրներ ջան, ես կարծում եմ շատերի մոտ կարա թվա, թե երեսպաշտություն ես անում, ուզում ես պաշտպանել, բայց երեք եղբայրներից չեմ հիշում, ով էր մի կարևոր խոսք ասեց, նա էր մեր երեխեն, նա էր մեր ընտանիքի անդամն, նա էր մեր աղբերն, նրանք ոչ մեկը եկեղեցում օտար մարդիկ չեն, նրանք բոլորը մերն են, փառք մեր ամենակարող Աստծուն։ Ուրեմն Հոբի 28-րդ գլխի 28 համարում Սուրբ Գիրքը ներկայացնում է Աստծո վախի մասին, որը տանում է դեպի արդարություն պաշտպանելու, որը տանում է դեպի արդարության։ Թող Աստված օգնական լինի, եղբայրներ ջան, այս ճանապարհը մեզ համար շատ կարևոր է։ Ուրեմն Աբիսողոմ անձնավորությունը Դավիթի որդին, սիրելի եղբայրներ, որը գրված է երկրորդ թագավորած 15-րդ գլխի առաջի խոսքից մինչև 6-րդ խոսքը, առաջի խոսքից մինչև 6-րդ խոսք 15 գլխի երկրորդ թագավորած։ Աբիսողոմը ուղղակի ժամանակի պատճառով չեմ ուզում ես դեռ կարդամ, վերևում դուք կարող եք կարդալ, բայց ուզում եմ մի քանի կարևոր միտք արտահայտել եղբայրներ ջան, որը շատ կարևոր է մեր կյանքում։ Աբիսողոմի արած հանցանքը, գիտեք, ես կյանքում հասկացել եմ մի կարևոր բան, երբ որ դու ճշմարտության մեջ ես լինում, ճշմարտության հետ ես քայլում, այդ ճշմարտությունը, երբ որ քարոզել են ժամանակին, որ քեզ ազատ պիտի անի, ճշմարտությունը պիտի գիտնալ, ու նա ձեզ ազատ պիտի անի, այդ ազատ անելը ես շատ անգամ տարիներ շարունակ լավ չեմ պատկերացրել, ազատ անելը որն է, հա, ինձ ներեց, ինձ մաքրեց, բայց այդ ճշմարտությունը մեզ սրբացնում է, եղբայրներ ջան։ Ես սենց եմ հասկացել, երբ որ սենց եմ հասկանում, երբ որ ես արդարության մեջ եմ ապրում, այդ արդարությունը իմ ներսում մաքրություն կատարում, սրբություն ներգործում, ճշմարտություն ձևավորում, եւ այս արդարությունը ինչպես Հոբի Աբիսողոմի կյանքում եղավ, ինքը չուներ այդ արդարությունը, ինքնաբերաբար այդ արդարությունը չունենալու հետևանքով ինքը գնաց դեպի չարություն, կամ այս ճանապարհն է, կամ այն ճանապարհն է,
Այսինքն կամ արդարության ճանապարհն է, կամ մեղքի ճանապարհն է, ուրիշ երրորդ ճանապարհ չունենք մենք։ Այդ անցելա մարդկային ճանապարհները որևէ գործում չեն կարող անել մեր կյանքում։ Տերը օրհնի Աբիսողոմը իր այդքան չարությունից հետո գնում էր առավոտները ժողովրդին դիմավորելու եւ այս ժողովրդին մի հետաքրքիր ձև էր ասում ու ես ոնց որ դա տեսնում եմ թե ինչ ձև էր ասում միգուցե եւ ձեռը դնում էր կրծքին խոնարհվում եւ մարդիկ որ ուզում էին խոնարհվել ինքը իշխում էր ծունկի էր գալիս սրանց բարձրացնում որ դες բաներ մի կանի երանի թե ես սնեի գիտեք ինչ պատիվ կտայի ձեզ ոնց ձեզ համար թագավոր կլինի այսինքն այս մարդը դատի էին եկել բայց ինքը դատը փոխում էր դեպի հաղթությունը իր կողմը ինքը դատը գցում էր մեկ ուրիշին իրան բարձրացնում հոր պատիվն էր գցում հորն էր որտեղ հերն էր թագավորը հորն էր անարգում նա ինչ կլինի հոր հետ դա իր համար այդքան իրական նշանակություն չունի վերջում ինքը ապացուցեց որ անգամ պատրաստ էր հորը սպանելու այնքան իր փառքը բարձրանալ ու իրան վնաս տվող չլինի սա սիրելի եղբայրներ Սուրբ Գիրքը մեզ ներկայացնում է Աբիսողոմի բռնած այս դիրքը, որ ինքը դատ էր անում, բայց արդար դատ չէր անում։ Իսկ արդար դատի հետևանքը Դավիթն էր, որ թեև Աբիսողոմը հաստատ դրան, իր թագավորությունը կարծես ֆիզիկական վերցրեց մի պահ, բայց չկարողացավ, որովհետև դրանք երկնքից օրհնված չէր։ Երկինքը չէր տվել իր համաձայնությունը, Աստված չէր օրհնել այդ գործը։ Սիրելի եղբայրներ ջան, մեր արդար դատը մեր կյանքում բերում է օրհնություն եւ հաջողություն։ Ամենակարևորը Աստված տեսնում է մեր բոլոր գործոնները։ Աստված նայում է մեր արածին։ Միգուցե մի եղբայր լավ չընդունի, միգուցե մի քույրիկ ճիշտ չընկալի, ճիշտ չընդունի, բայց մի բան քո խղճի առաջ դու միշտ ուղիղ եղի, Տիրոջը խոսքը պահելով արդար, դատ անելով, որովհետև արդար դատի պատասխանը Աստված է տալու, սիրելի եղբայրներ ջան, նրա մեզ հատուցում անելու, Տերը օրհնի։ Ուրեմն Հուդան, սիրելի եղբայրներ, երբ որ փողը վերցրեց եւ ուզեց Տիրոջը մատնեց, Սուրբ Գիրքը մեզ խոսում է, որ մատնելուց հետո, Տիրոջը խաչելուց հետո, այս անձնավորությունը զղջաց իր արածից եւ տարավ այդ գումարը հետ տվեց։ Փարիսեցիները չվերցրեցին այդ գումարը։ Ասի սա մեղք է։ Ավելի լավ է այս փողը մենք չվերցնենք, մի հատ գերեզմանատուն առնենք օտարականների համար։ Ուրեմն դες ինչ ահավոր դատ։ Մարդ սպանելը վտանգ չէր։ Դե իրանից ծանր երևույթ չէր ներկայացնում, բայց գումարը հետ վերցնելը շատ ծանր բան էր։ Տեսեք ինչ աստիճանի։ Եվ սիրելի եղբայրներ, հաճախ ենք մեր կյանքում մենք հանդիպում նման երևույթների։ Շատ ենք տեսնում, որ մարդը ի վիճակի է նյութականի համար խնդիրներ թողա, ծռել, փոխել, որոշումներ փոխել։ Եվ Աստված հեռու տանի մեզանից, Աստված ոչ անի։ Ես չէի ուզի, որ մեր եկեղեցում ես փաշ չունեմ, ոչ մի կասկածը չունեմ, բայց ուզում եմ, որ միշտ այդ կարծիքին էլ մնամ, չունենամ այդպիսի երևույթ, որ ես հավատամ կամ իմանամ, որ հանկարծ մարդը ֆինանսի համար, նյութի համար կարողացել է ինքը իր եսավի պես իր անդրանիկությունը վաճառել։ Մարդը կարողացել է մի ապուր ճաշի համար, ապուրի համար մի աման կորցնի իր հեղինակությունը եւ այս մարդը փորձի իր կյանքում հետ չի գնի։ Ինձ Ռուսաստանում մի անձնավորություն մի անգամ էսպիսի խոսք ասեց։ Ասեց եղբայր ջան, կներես, ես քեզ ուզում եմ վստահելով քեզ, փորձելով քեզ տարիներ, ես քեզ ճանաչում եմ, մի բան եմ ուզում ասել։ Կան շատ եղբայրներ, որ գնում են, գալիս են Ռուսաստանում։ Եվ երբ որ հանկարծ ձեռքը ջեբդ ես մտցնում, որ թաշկինա կհանես, փիթդ մաքրես, ձեռի տանայում, դենալա ինչ ես հանում ջեբից հետ։
Ես հասկացա, ասի եղբայրներ կարա լինի, եղբայր ջան կարա լինի, մարդա, միգուցե կարա ունենա, հիմա ես ուղղակի ուզում եմ խնդրեմ բոլորիցս, այս հարցերում ինչքան կարևոր է մեր ծառայող եղբայրները, սպասավոր եղբայրները լինեն կատարյալ լուրջ ցանկացած հարցում, ցանկացած երևույթում, Աստված գիտի որևէ մեկին ինիգատի չունեմ, որևէ մեկին ասելիք չունեմ, բայց ինչ որ Աստված սրտից դրել է, ես ուզում եմ այդ հարցում կիսվեմ ձեզ հետ, որը մեր կյանքում կարա նեղության օրեր կա, եղբայրներ ջան, դժվարության օրեր կա, եւ մարդը երբ տեսնա, չկա կողքին, երեխեն պակասա, չկա ունեցվածքը չի բավարարում, գայթակղությունը ահավոր բան է, եղբայրներ, գայթակղությունը կարա լինի, եւ ես խնդրում եմ ճշմարտության, արդարության կողմնակից եղի, որպեսզի ասում եղբայր ջան, չգայթակղվես ոչ մի անգամ, ոչ մի հարցում, մազերը սիպտակել է, ժամանակը մոտիկացել է եւ կարճ է մնացել մեր մայրամուտին։ Այն շնորհքը, որ Աստված տվել է, այն ժամանակները, որ Աստված տվել է ու մենք պահել ենք, ավետարան ասպանայի քո պսակը ուրիշը չարնի։ Իսկ շատ կարևոր է արդարությունը մեր կյանքում միշտ իր տեղը, իր գործը, իր շնորհքը ունենա։ Սուրբ Գիրքը մեզ էս ասում, թող Աստված օգնական լինի։ Մի քանի համարներ եղբայրներ ջան, եթե ուզեք տամ ես դրանց մասին չեմ խոսի, բայց շատ կարևոր համարներ են Սուրբ Գրքից, որ դուք ունենաք ձեր մեջ, ձեր մոտ եւ այս մասին խոսելուց, այդ մասին մտածելուց միշտ կարողանաք հիշել, որ արդար Աստված է եւ Աստված այդ արդարությունն է մեզանից պահանջում, մեզանից մեծ բան չի ուզում, ինքը արդար է եւ արդարություն է մեզանից պահանջում, ինքը սուրբ է եւ ասում է ձեզ կանչող սուրբի պես դուք էլ սուրբ եղեք։ Երկրորդ օրինաց առաջի գլուխ 16-17 խոսքերը։ Երկրորդ օրինաց առաջի գլուխ 16-17 խոսքերը։ Հովանու ավետարան 5-րդ գլուխ 30 խոսք։ Հովանու ավետարան 5-րդ գլուխ 30 խոսք։ Տերը օժնի եւ ժողովող 8-11 ժողովող 8-11 սրանք խոսքեր են, որտեղ հաստատում է Տիրոջ ճշմարտությունը, Տիրոջ արդարությունը եւ մեր անելիքը, մեր բանավոր պաշտոնը։ Իմ խնդրանքն է, սիրելի եղբայրներ, ձեր ճակատը թող միշտ պարզ լինի։ Դուք մարդկանց աչքերին կարողացեք համարձակնել, ցանկացած անգամ։ Ես հիշում եմ մամիկո եղբայրը այդ մասին վկայել է մի անգամ, թեև շատ անգամ լսելի, բայց ես վերջերս նորից լսեցի այս օրինակը։ Բելիխ եղբայրը մի հատ նամակ է տալիս մի եղբոր եւ տար էս ինչ եղբորը դու եւ այս եղբայրը երբ որ տանում է մտքեր է գալիս է լավացի կարտատես ինչա ումա ոնց է ինչա ինչ չի եւ ինքը չի անում երբ որ հետ է գալիս եղբայրը հարցնում է տվեցիր ասում է տվել եմ ասում է ճանապարհը չես կարդացել եւ ասում է ինքան ուրախություն է կա մոտս որ ես չէի կարդացել հիմա սիրելի եղբայրներ ջան այնքան մեծ ուրախություն պիտի ունենաս, երբ որ իրապես արդար դառնաս, երբ որ բռնվելու տեղ չունենաս, երբ որ որևէ մեկը քեզ չասի դու ես ինչ տեղում սխալ ես արել, դու ես ինչ հարցում սխալ ես վարվել, ճիշտ լուծում չես տվել, կսխալվենք եղբայրներ, բոլորս կարանք վրիպում թույլ տանք, բայց ոչ մտածված ու ծրագրավորված, մենք մարդ ենք, կարանք սխալներ թույլ տանք, բայց չլի թե այդ արածը լինի մտածված հանցանք գործելով, Աստված օժնի, ողորմություն անի ու փառավորվի։ Այս ազնվորությունները երկու կերպ գրում են ձուկ բռնելու, եղբայրներ։ Ինքը միշտ նույն տեղում է կանգնում, այդտեղից է ձուկը բռնում, եւ մի օր որ գնում է մարդը կանգնած, սա գնում է ուրիշ տեղ կանգնում ու նայում դրան։ Տեսնում է կարտը գցում ձուկը հանում է, կարտը գցում ձուկը հանում է, բայց իրանից բան չի դուրս գալի։ Մեկ էլ տեսնում է մի հատ մեծ ձուկ, հանելուց
ուզում է բռնի ձուկը, փոքվում ընկնում է ջուրը, սլավա Բոգ։ Փառքաստու, այսինքն այս մարդը չի ուրախանում եղբոր հաջողությունով, Տերը օժնի, նման մի հատ օրինակ է պատմում։ Մի եղբայր մի հատ թազա Lexus առնում, ջիպ առնում։ Մի ջիպ առնում, շատ թազա բանից, բազայից բերում է, հարևան եղբայրը մոտիկանում ասում եղբայր ջան, այս քոնն ասում հա, ասում քեզ մի բան խնդրեմ, Կիրակյորը սրանով ես չէ գալու ժողովի, ասում հա, դե ասում գրուշեցերի վրա մի հատ ռոուտ մի քանի կրուկ պտատի ու ձիգ մի կապի, թող զնգա։ Ես մարդ հանում եմ, որ գալիս է պաշտամունքի սաղտենում է եղբոր թազա ջիպը, Lexus-ը ասում են քոնն հա, բայց որ նստում խոդ է տալիս սկսում է զնգանը, կողքից ասում են ինչ լավ է։ Այսինքն չեն ուրախանում, Տերը օժնի։